իրականում եթե անկեղծ են կողմերը խաղաղության հետ կապված, երկու կողմին էլ պետք են երաշխիքներ։ Հա, եթե Ալիևը չի պատրաստվում պատերազմի, ինչի չի ուզում երաշխիք ունենալ։ Իսկ դուք վստահ եք, որ ինքը չի ուզում։ Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում։ Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ այդ տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է ասելու է ինչ ես անում։ Պետք չեն այդ երաշխիքները։ Ինչի՞։ Որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն, որը կապված է իր անման հետ, երկու ամսից բան նախագահ։ Օրինակ, վաղ ստորագրվում է մի փաստաթուղթ խաղաղության պայմանագիր ամբողջական sense երաշխիքային համակարգով։ Հարց առաջանալու է, իսկ Նիկոլ Փաշինյան դու ով ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պարտերազմում պարտվողն ես, ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։ Չէ, ինքը դրա պատասխանն էլ ունի, պարոն նախագահ։ Ինքը ասում է այդ խաղաղության փաստաթուղթը որ ստորագրի, ես էլ պետքա լինեմ այդ թուղթը պահողը։ Այ դրա համար եմ ես ասում։ Նկատի ունեմ ինքը շարունակությունն էլ ունի։ Այ դրա համար եմ ես ասում, հայ ժողովրդին պետքա մեկ բան։ Հարատևելի խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի sense քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ, եւ եթե կողմերը կրկնեմ անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղությանը։ Մեկը այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները եւս զսպվելու են։ Հիմա վատ է սա, երկը լավ։